Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արարատ հեռուստաընկերության եթերում բարև, ես եմ հաղորդաշարն է։ Հարմարավետ տեղավորվեք եւ հետևեք մեր հաճելի եւ ջերմ զրույցին։ Մեծ սիրով ներկայացնում եմ այսօրվա հյուրերին, նկարիչ, դիզայներ, ոսկերիչ Արման Դավթյան, նույն ինքը Նուր, բարի երեկո, եւ նրա գեղեցիկ տիկինը, տնտեսագետ Լիլիթ Հովհաննիսյան, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ երեկոն մեզ հետ կիսելու համար եւ հաղորդումն ուզում եմ սկսել այսպիսի մի հարցից։ Հարցազրույցներից մեկում շեշտել եք, որ դուք եւ ձեր դստրերը առավել երկնային եք եւ դեպի հողեղեն մտածողություն ձեզ տեղափոխում է ձեր կինը։ Արվեստագետի համար սեփական արվեստով գումար վաստակելը եւ իր կյանքի օրոք բավականին դժվար եւ գրեթե անհնարին երևույթ է, արդյոք ձեր կնոջ շնորհիվ է, որ ձեր արվեստը սկսել է ծառայել եւ գումար բերել ձեզ։ Առհասարակ ասեմ, որ իմ արվեստի երևի թե հաջողության գրավական, ամենագլխավոր գրավականը իմ կինն է, որովհետեւ ինքը իմ մուսան է։ Եվ հավերժ մուսան է, այսպես ոչ թե եկածող գնացող ինչ որ պահի տակ, այլ հավերժ ստեղծագործական մուսայի աղբյուրն է, այսպես որտեղից ես ասենց անընդհատ սնվում եմ եւ անդադ վերցնում եմ այն ինչ որ ինձ պետք է ստեղծագործելու համար եւ հենց դա է պատճառը երևի թե որ ինքը լինելով կրակի եւ հողի ավելի շատ այսպես մարդ, հա, դրա հետ մեկտեղ կարում է թեվ տալ, հա, որպեսզի ես թևացեմ եւ ես էլ երեխաներս էլ այսպես թևած ենք, բայց դրա հետ մեկտեղ ինքը միշտ մնում է այսպես ամուր ոտքերի վրա կանգնած եւ զգոն, որպեսզի մենք հանկարծ շատ հեռու չթրջենք եւ չկորենք, այսպես։ Եվ միանշանակ ինքնապատճառը երևի թե որ համ արվեստը գոյություն ունի, համ իմ կյանքում, համ դրա հետ մեկտեղ ինքը շահութաբեր է, այդ իսկ պատճառով այս տարի իմ կինս դարձավ իմ տնօրենը։ Ես համարում եմ, որ յուրաքանչյուր, դա ոչ միայն ես եմ համարում, այլ գրեթե բոլոր հաջողակ տղամարդկանց ետևում կանգնած է առավել հաջող կին, եւ տղամարդու հաջողությունը կախված է կնոջ խելամտությունից, որքանով նա կարողանա ճիշտ ուղղորդել, այդքան այդ տղամարդը հնարավորություն կունենա առավելապես դրսևորվելու։ Իհարկե անպայման կխոսենք ցուցասրահի մասին, բայց ես կուզեմ ձեզ հարց ուղղել, որքանով է անհրաժեշտությունը լինում պարբերաբար ետ բերելու Նուրին։ Շատ հաճախ գրեթե ամեն օր այդ անհրաժեշտությունը զգացվում է, բայց իմ համար դա դարձել է որպես Նուրի անբաժան մի մասը։ Շատ հաճախ է Նուրը սավառնում երկնքներում եւ ես ստիպված եմ լինում նրան երկնքից հաճախ իջեցնել ներքև։ Դա է մեր հաջողության գրավականը ինձ թվում է։ Իսկ հաճախ է լինում ցանկություն սավառնելու իր հետ։ Միշտ եմ սավառնում իր հետ։ Դա փաստում է այն, որ գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ դուք միասին եք եւ քանի որ համացանցը հնարավորություն տալիս է հետևելու բոլորի անձնական կյանքին, հա, Facebook սոցիալական կայքը պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում, թե որքան միասին է ձեր առօրյան անցնում, սկսած ճանապարհորդություններից, առօրյա ինչ որ միջոցառումներից, ամենտեղ միասին եք եւ կարծում եմ դա իսկապես հաջողության գրավականն է։ Ճիշտ է, համաձայն եմ, ուղղակի մի հատ նշում անեմ, ամենտեղ միասին ենք, բացի այն պահերից, երբ որ ինքը գնում սավառնում է դեպի վեր սարերով։ Մի հատ տեղն է, որտեղ ես հետը չեմ գնում, ոչ թե վախենում եմ, ավելի շատ երևի թե չեմ սիրում եւ համարում եմ ընտանիքից մեկը պետք է մնա տեղում ընտանիքի հետ միասին երեխաների պատասխանատվությունը կրի։ Ես տարին մեկ անգամ ինձ թույլ եմ տալի այդ պատասխանատվությունից ձերբազատվել եւ բարձրանալ ինչ որ սարեր, էքստրեմալ վիճակներում հայտնվել, իսկ կինս այդ ժամանակ այդ առաջի անգամ դա եղավ, երբ որ մենք իրար հետ վերտանոթ հայրեն ուղղաթիռով գնացինք ճանապարհորդություն, պետք է բարձրանայինք սարն տեղից դահուկներով իջնեինք ներքև, այսպես ինչ որ եւ ինքը առաջին անգամ իմ հետ մենք դեռ նոր ամուսնացած եկավ, հա, դեռ չգիտեր ինչ է իրան սպասում, մենք ընկանք ինչ որ վատ եղանակային պայմանների մեջ, ուղղաթիռը համարյա ընկնում էր, հետո արեց այսպես ստիպված վայրեջք ինչ որ քաղաքի կենտրոնում, որտեղ մեքենաներ էին, մի խոսքով, սենց ինչ որ վիճակներից հետո ինքը ասաց, որ խնդրում եմ, այսուհետ արի պայմանավորվենք, որ եթե սենց տեղերը
Առանց ինձ, ես մնամ գոնե երեխեքին, որպեսզի մեկը երեխեքի գլխին լինի, այսպես եւ մենք տենց որոշեցինք, բաժանեցինք այդ մի հատվածը մեր կյանքի բաժանեցինք իրարից, մնացած ամեն դեպքերում մենք իրար հետ ենք։ Կարծում եմ, որ անձնական տիրույթ հասկացությունը կարևոր է եւ դա էլ ձեր անձնական տիրույթն է, վստահ եմ, որ ձեր կինը նույնպես ունի իր հետաքրքրությունները եւ այդ անձնական փոքրիկ աշխարհը, որտեղ մենակ է դրսևորվում։ Միանշանակ։ Ես կուզեմ անդրադառնալ ձեր կրթությանը, որը եռակի է փաստորեն, ստացվում է եռակի բարձրագույն կրթություն Հայաստանում, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Եթե համեմատություն անցկացնեք, որ կրթական համակարգն է առավել մեծ հնարավորություն ձեզ տվել որպես ստեղծագործողի եւ ինչ բացթողումներ ունի հայկական դպրոցը, որը պետք է արագորեն փոխառնի եւ զարգացման հնարավորություն տա։ Շատ դժվար հարց եք տալիս, որովհետեւ ես ինքս վերաբերվել եմ կրթությանը անձնապես, այսինքն եղել են դասախոսներ, հա, կամ անհատներ, որոնք տվել են այնքան ու ես վերցրել եմ այնքան, թե այստեղ, թե այնտեղ, թե տարբեր տեղեր, այսինքն ես ամեն դեպքում սնվել եմ անհատներից, քան համակարգից, որովհետեւ համակարգի մեջ չեմ էլ կարող ասել, ամեն մեկը իր թերությունները, ամեն երկրում իր թերությունները կան, ամեն համակարգում իր բացթողումները կան եւ առավելությունները կան, բայց ես ամեն դեպքում սնվել եմ անհատներից եւ այդ անհատները ես խորին շնորհակալությունս եւ խոնարհվում եմ այդ մարդկանց առաջ, որովհետեւ իրանք տվել են ինձ այն, ինչ որ ես այսօր կամ Այսպես։ Փաստորեն համակարգային առումով համատություն չենք կարող անցկացնել։ Ես առհասարակ շատ դժվար եմ համակարգի մեջ երբևէ հայտնվում։ Ես միշտ խուսափում եմ համակարգ հասկացողությունից եւ իմ կյանքում համակարգված չի իմ կյանքը, այսպես ասեմ, եւ ես անհատական մոտեցում եմ ավելի շատ գնահատում եւ նախընտրում իմ կյանքում, այսպես։ Եվ երևի որպես մանկավարժել այդպես եք վերաբերում այն մարդկանց, ում հետ եք աշխատել։ Միանշանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ աուդիտորիաներում չեմ դասավանդում։ Հրաժարվում եմ մեծ աուդիտորիաներում դասավանդելուց, որովհետև հասկանում եմ, որ չեմ տա։ Իսկ որոշակիորեն ընտրում եք։ Այո, մարդկանց ուզում եք փոխանցել։ Ընտրում եմ, ում ուզում եմ փոխանցել։ Իրանք էլ են ինձ ընտրում, ում ուզում աստանը։ Բայց այդ անձնական շփումը, անձնական փորձի փոխանակությունը շատ ավելի ռեզուլտատիվ է եւ շատ ավելի արգասաբեր։ Այո, արգասաբեր եւ արժեքավոր։ Ձեր նախնական քայլերը փորձել եք գեղարվեստում անել, հա, ու կարծես թե ոչ այդքան հաջող, որովհետև փորձել եք ընդունվել ուր, հիմա կփորձեմ հիշել։ Այդ շատ մանկական հասակում, երկրորդ դասարանում, այո, փորձել եմ ընդունվել Իգիթյան կենտրոն գեղանկարչության բաժին, բայց ընդունվել եմ, այդպես ստացվեց, իրականում ոչ թե չեմ ընդունվել հետո, ոչ թե անհաջող էր, այլ ուղղակի թղթերի ինչ որ շփոթմամբ հայտնվել եմ կերամիկայի բաժնում։ Թղթերի խառնաշփոթության պատճառով ես գնացի, որ տեսնեմ ընդունվել եմ թե չէ, պարզվեց, որ իմ անունը չկա, ես հուսահատվեցի, ինձ թվաց ես չեմ ընդունվել, բայց հետո ինձ զանգեցին, ասեցին ինչի դասի չես գալիս, ես ասացի, բայց ես չեմ ընդունվել, ինձ ասեցին դու ընդունվել ես կերամիկայի բաժին, թղթերն են ինչ որ այդպես գնացել եւ դու միասին ինձ սպասում էին կերամիկայի բաժնում եւ այնտեղ երևի դա էր ճակատագիրը, որ ես սկսեցի նյութին վերաբերվել ավելի այսպես տարածական եւ երևի դա է ավելի լայն։ Պարզապես ես հիշեցի այդ տեղեկատվությունը ստանալով, հիշեցի Ծերեթելիին, որը ցածրահասակ էր եւ մեծ ցանկություն ուներ անընդհատ մոնումենտալ աշխատանքներ ներկայացնելու, կյանքի ընթացքում պարբերաբար դասընկերների կողմից քարկոծվում էր մոնումենտալ աշխատանքներում նա որպես այդպեսին չէր կարողանում դրսևորվել, բայց իր կյանքի երազանքն էր դրսևորվել մոնումենտալ արվեստի տեսակի մեջ։ Մանր աշխատանքները գնահատվում էին եւ նրան համարում էին հանճարներից մեկը, բայց նա ամբողջ կյանքի ընթացքում փորձում էր ինչ-որ մոնումենտալ քանդակ ներկայացնել եւ դա Գուլիվերի կերպարն էր, որը հետագայում որպեսզի հասարակությանը հրամցնի եւ դարձնի հաճելի վերանվանեց Պետրոս առաջին, հետո չգիտեմ ինչ, այո, ու հետո նոր կոնֆետի գործարանում, չէ, Մոսկվայում, եթե չեմ սխալվում, Գուլիվեր, այո, տեղադրվեց։ Այդպիսի մտավախություն չկա գեղանկարչության դաշտը չօգտագործելու։ Բայց ով ասեց, որ չեմ օգտագործում։ Օգտագործում եք, բայց լայն դրսևորումը։ Լայն դրսևորումը, այո, հիմա որ գաք ցուցասրահ։ Ցուցասրահում արդեն կան ամեն ինչ փոխված է։ Ամեն ինչ փոխվել է, ամեն ինչ
հենց այնպես է ինչպես պետք է լինի։ Հիմա կա ցուցադրված իմ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները, կա քանդակային աշխատանքները եւ զարդագործության մեջ արված աշխատանքները։ Գիտեք, առհասարակ ես համարում եմ արվեստում կարելի է արտահայտվել, եթե դու արվեստի իմացություն ունես, եթե դու արվեստին տիրապետում ես, հա, ցանկացած կերպ արվեստի մեջ, եթե դու ինչ որ մի բանի տիրապետում ես, ապա դու կարող ես արտահայտվել ամեն կերպ։ Ոչ մեկ չգիտի, բայց եղել են դեպքեր, երբ որ ես երգեր եմ գրել, որը հիմա կատարվում են, չեմ ուզում նշել որ երգերը։ Եղել են դեպքեր, երբ որ ես ֆիլմերի սցենարներ եմ գրել, որոնք հիմա նկարահանվել են եւ ցուցադրվում են, բայց ոչ մեկ չգիտի, որ դա ես եմ արել։ Ինչի ես չեմ խոսում դրա մասին կամ չեմ ներկայացնում դա որպես իմ արտահայտման միջոց, որովհետեւ ես համարում եմ, որ մարդը ամեն դեպքում պետք է ինչ-որ մի նիշայում մնա, հնարավորինս կայանա մի նիշայում։ Իսկ եթե ինչ-որ մեկ-մեկ այդպես ցանկությունը առաջանում արտահայտվել ուրիշ ինչ-որ միտեղ, արտահայտվի, բայց դա չպիտի դառնա դրոշ, հա, որ տեսեք ես սենց էլ կամ։ Եվ ես շատ դեպքերում այդպես էլ հենց անում եմ, ինչ-որ բաներ անում եմ, որոնք որ հենց այդպես էլ մնում են անհայտ, որ դա ես եմ։ Իսկ գեղարվեստը, քանդակը, զարդագործությունը դա սերտ փոխկապակցված, այո, հասկացողություններ են արվեստում եւ ասեմ ավելին, հիմա ցուցասրահում ներկայացված են աշխատանքներ, որտեղ համատեղվել է զարդագործությունը եւ գեղարվեստը, որտեղ համահունչ, այսպես իրար սերվել են իրար մեջ գեղարվեստը եւ զարդագործությունը, այնպես որ այդպես էլ կարող է լինել։ Ես շատ ուրախ եմ եւ վստահ եմ, որ դա գեղագիտական ճաշակի բարձրացում կապահովի հասարակության համար եւ հատկապես հասարակական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար, որովհետեւ էսթետիկապես կզարգանան եւ արդեն կհրամցնեն այն բարձրաճաշակը, ճաշակավորը, որը կկրթի նաեւ սերունդներին։ Արվեստը միշտ կրթում է, արվեստի որակյալ արվեստը, այո, պարզապես ուղղորդում է պետք, որպեսզի հասարակությունը դեպի որակյալը գնա, որովհետեւ ամեն ինչ դառնում է սովորություն։ Պետք է առաջարկել։ Իրանք կընտրեն անպայման։ Լիլիթ, որ տեսակի դրսևորումն եք առավել գնահատում Նուրի, քանդակագործությունը, գեղանկարչությունը, զարդերը, որտեղ է նա ըստ ձեզ առավել լիարժեք։ Նախ Նուրին գնահատում եւ պաշտում եմ իր մարդ տեսակի համար։ Եվ հետո հավասար տաղանդավոր եւ նկարիչ եւ քանդակագործ եւ ոսկյա զարդերի վարպետ գովազդ չի սիրելիս, դա իրոք այդպես է, որտեղ տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են լինում ամեն ինչում։ Եվ իդեպի որ վերը նշեցիք, հա, գեղարվեստի այդ գծի մասին, թե ինչու կորավ եւ չզարգացավ, ուզում եմ ասեմ, հիմա մեր ցուցասրահում տեղադրված են շատ մեծ տեսականի իր նկարները եւ մարդիկ մտնելով շատ զարմանում են, ասում են Նուր, բայց ինչի նկարներ, ոնց եղավ որ սկսեցիր նկարել, եւ ոչ մեկ չի ասում, ախր նա սկզբից նկարիչ է եղել, հետո է վերածվել ոսկերչի, դիզայների եւ այլն։ Ուզում եմ ասեմ, իմ համար իր ցանկացած դրսևորում շատ բարձր է գնահատվում եւ յուրաքանչյուր տեսակի մեջ նա ձեզ համար կատարյալ է։ Ես կուզեմ անդրադառնալ փուլերին, օրինակ երաժիշտներն ունեն այսպիսի հասկացություն, հա, պարբերաբար հասուն երաժիշտները այս կամ այն կոմպոզիտորին չեն անդրադառնում, համարելով, որ դեռ ժամանակը չէ, դեռ ես չունեմ իրավունքը մեկնաբանելու։ Ձեր ստեղծագործական գործունեության մեջ անդրադարձը խաչերին եղել է բավականին ուշ շրջանում։ Որն է պատճառը եղել եւ ինչպիսին է ձեր վերաբերմունքը կրոնին եւ հավատքին։ Դա մի կրոնը հավատքը ցանկացած կրոնը եւ ցանկացած հավատքը ինձ համար մի դաշտ է, որտեղ որ պետք է շատ պատրաստված լինես հոգեվոր, մտավոր, պետք է շատ իմացություն ունենաս այդ ամեն ինչի մասին, իմաստություն ձեռք բերած լինես, որպեսզի կարողանաս անդրադառնալ դրան։ Տեսեք, ես օրինակ չեմ անդրադառնում մուսուլմանական կրոնի ինչ որ սիմվոլիկային, ոչ թե նրա համար, որ ես դեմ եմ մուսուլմանական կրոնին, ոչ դա կրոնի տեսակ է, որ իրավունք ունի գոյություն ունենալ եւ դա այդ մարդկանց մտածողությունն է, փիլիսոփայությունն է, շատ վառ եւ մեծ փիլիսոփայությունն է տվյալ ռեգիոնի համար, հա, նախատեսված։ Եվ ես չեմ անդրադառնում երբևէ այդ սիմվոլիկային, որովհետեւ ես պատրաստ չեմ, ես այդ իմացությունը դեռ չունեմ, ես այդ գիտելիքը դեռ չունեմ, որ կարողանամ ճիշտ եւ
առանց սխալների, հա, որովհետև կան կանոններ, որոնք պետք է պահպանել, կան որոշակի սիմվոլիկայի օրենքներ, որոնցով պետք է առաջնորդվել, եւ եթե դու չես տիրապետում, դու չես կարող դրա շրջանակներում պահպանելով ամեն մի ճիշտը ստեղծագործել նորը, ոչ թե կրկնօրինակել այն ինչ որ արդեն կա։ Նույնը բուդդիզմին եւ ես չեմ անդրադառնում, նույնը իուդայիզմին ես չեմ անդրադառնում, շատ հազվադեպ, իդեպ վերջերս մի անգամ իուդայիզմին անդրադարձել եմ, այդպես փորձ արեցի, չգիտեմ ինչքանով, հա, փոքրիկ անդրադարձ, չգիտեմ ինչքանով ստացվեց, բայց քրիստոնեությունը եւս ինձ համար պետք է ժամանակ, որպեսզի ես հասունանամ, որպեսզի այդ գիտելիքը հավաքեմ, այդ իմաստությունը հավաքեմ եւ առաջին փորձս խաչի արվել է երևի թե մի 6-7 տարի առաջ, այսինքն ես արդեն 15-16 տարի աշխատում էի եւ խաչ չէի անդրադառնում, չէի կպնում այդ թեմային, որովհետեւ համարում էի, որ դեռ արժանի չեմ։ Եվ 6-7 տարի առաջ առաջին խաչի փորձը արեցի եւ դրանից հետո ստացվեց, որ խաչերի իմ այսպես շարքը երևի թե իմ ստեղծագործական կյանքում ամենահաջողն է, որ բոլորը նայում են, ասում են, սա մի կողմ խաչերը։ Իսկապես շատ հետաքրքիր են, հատկապես հուզական էր եւ հաճելի խաչը նվիրված Գաբրիել Գարսիա Մարկեսին եւ պարզվեց, որ ձեր ամենասիրելի հեղինակներից է եւ ամենասիրված գրքերից մեկը 100 տարվա մենությունն է։ Մտածողության առումով որքանով եք մոտ ձեզ համարում Մարկեսին, որովհետև նրա եւ փիլիսոփայությունը եւ մտածողությունը եւ աշխարհընկալումը բավականին լայնաշերտ է, լայնածավալ է եւ ճյուղավորված։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ ունեն լայնաշերտ, լայնածավալ եւ ճյուղավորված մտածողություն, բայց շատ քչերը կան, ում ստեղծագործությանը նայելիս կամ կարդալիս, ում ստեղծագործություն կամ լսելիս, տարբեր արվեստի տեսակներում, հա, դու զգում ես հոտ։ Դու զգում ես միջավայր, դու զգում ես ջերմություն, դու ընկնում ես այդ միջավայրի մեջ, որտեղ դու ամեն զգայարանդ աշխատում է շատ, այսպես բան, զգայուն, հա, այսպես անցալում է ամեն ինչ եւ ես հույս ունեմ, որ իմ արվեստում էլ երբ որ մարդիկ հայտնվում են իմ արվեստի մեջ, հայտնվում են աշխարհում, այսպես առանձնացած աշխարհում եւ զգում են այդ զգայարանները, չգիտեմ ով ոնց կզգա, ով ինչքանով է խորը զգում, բայց այդ դրանով մենք երևի թե հոգեհարազատ է ինձ Մարկեսը, որովհետեւ կարդալով իր ստեղծագործությունները ես հայտնվում էի միջավայրում, որտեղ ես ամեն զգայարանով զգում էի տվյալ միջավայրը, հոտն էի զգում, ինձ համար շատ կարևոր էր անգամ այդ հոտը, որովհետեւ ինքը տարօրինակ հոտ էր, ես այլևս ոչ միտեղ երբևէ այդ հոտը չեմ զգացել։ 100 տարվա մենությունը կարդալուց ես անդադ զգում էի մի հատ շատ տարօրինակ բույր նոր։ Հետաքրքիր մեկնաբանություններ, կարծում եմ հեռուստադիտողին էլ հետաքրքրեց եւ վերընթերցելուց անպայման ուշադրություն կդարձեն, իսկ իդեպ վերընթերցել եք 100 տարվա մենությունը։ Այո, 2-3 անգամ վերընթերցել եմ, հիմա նորից ուզում եմ անդրադառնալ այդ ստեղծագործությանը նորից։ Իսկ ես կուզեմ անդրադառնալ ընթերցողի քանդակին, որովհետև համարում եմ ամենաստացվածներից մեկը մեր քաղաքում եւ շատ կարեւոր էր տեղի ընտրությունը։ Ես հիշում եմ, որ ժամանակին բավականին դժվար տրվեց այդ տեղը, հա, Խնկո-Ապոր գրադարանին գից տարածքը։ Համարում եք արդյոք, որ իսկապես քանդակը գտել է իր տեղը եւ այդ ապրելու երկարակեցության հնարավորությունն ունի։ Գիտեք, ես երևի թե կթողնեմ, որպեսզի դրա մասին խոսեն մարդիկ, ովքեր որ հոգեհարազատ են, օրինակ դուք ինչ կասեք այդ կապով։ Ես համարում եմ, որ գտել է, որովհետև ամեն անգամ անցնելիս այնտեղ տեսնում եմ երիտասարդների, ովքեր օգտվում են եւ հնարավորություններից գրքերի ներբեռնման եւ պարզապես լուսանկարվելու համար գիրքը, քանի որ խորհրդանիշ է դարձել, արդեն հետաքրքրվածություն է առաջացնում եւ հույսեր կան, որ ընթերցանությունը որպես քաղաքացիների մտածողություն կվերականգնվի։ Գիտեք, վերջերս մի հատ շատ հումորով եւ շատ ծիծաղալով դեպք է կատարվել այդ արձանի հետ կապված։ Ուրեմն արձանի ետևամասի գտնվող գիրքը ինքը ունի այսպես տեղ, որտեղ կարելի է ամեն մարդ իր գրվածքները, հա ինչ որ ինքը գրում է, ստեղծագործում է, գրականության մեջ գցում է այդտեղ եւ ես հետո վերցնում եմ դա պարբերաբար եւ արժանիները հրատարակում եմ Կարթայի կայքում։ Եւ վերջերս բացում եմ, իդեպ ընկերներս էին Վրաստանից ինչ որ խմբի հետ էի, այդպես ասացի քանի եկել եմ բացում եմ ու լիքը տենց ինչ որ կուտակվել է նամակներ, հա։ Ու զգում եմ, որ նույն չափի թղթեր կան,
որոնք նույն չափի, նույն գրիչով գրված, բայց տարբեր ձեռագրերով։ Ըստ այնու հասկանում եմ, որ ինչ որ խումբ է երեխաների, ուսանողների, երևի թե, որ եկել է գրիչը փոխանցելով ամեն մեկը գրել է, բայց ոչ թե գրել են իրենց ստեղծագործությունները, այլ չգիտես ինչի որոշել են ցանկություններ գրել, կարծես թե ես Սանտա Կլաուսն եմ կամ չգիտեմ ձմեր պապն եմ, բայց ես չեմ ուզի եթերում ընթերցել կամ հիշել թե ինչ ցանկություններ գրված են այնտեղ, ոչ ցենզուրայից դուրս էր, բայց շատ տարօրինակ ցանկություններ կար, մի քանիսը անձնական ցանկություններ կային, հա, կար մի քանիսը, որ ուզում եմ, որ, չգիտեմ, ուսման վարձը իջնի կամ ուզում եմ, որ մեր կրթաթոշակը բարձրանա, հա, բայց ամենածիծաղալու պահը, ամենահումորով պահը, երբ որ ես վերջի թուղթը հանեցի եւ գրված էր նուր նախապես շնորհակալություն, կարծես թե ես արդեն պարտավորված կատարել էի եւ իրանք վստահ էին, որ դա պետք է իրականանա, Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ ձեզ։ Դա ցանկությունների տեղ չի, չնայած չի խանգարում ձեր ցանկությունները կարող եք գցել, բայց խնդրում եմ ստեղծագործեք եւ աշխատեք ստեղծագործությունները այնտեղ դնել։ Կարծում եմ այդ ցանկությունների դեպքում պետք է դիմել ձեր դստրերին, որովհետեւ դուք իրենց անվանում եք փերիներ, միգուցե իրենք իրենց պարզ մաքուր ցանկություններով կարողանան կատարածել այդ երազանքները։ Անդրադառնանք նաև Հանրապետության հրապարակում գտնվող ցայտ աղբյուրին, որովհետև կարծում եմ դա էլ խորհրդանիշերից մեկն է, հա, մեր քաղաքի, եւ նշվում է, որ այնտեղ կան 50 գաղտնիքներ, հա։ Մտածել եք երբևէ դրանք բացելու մասին, թե հնարավոր։ Ես 5-ը բացել եմ արդեն։ 5 գաղտնիքը արդեն բացել եմ։ Այս տարի պետք է բացահայտեմ 6-րդ գաղտնիքը։ Իսկ այդ բացահայտումները ինչ կարգով են տեղի ունենում, տալիս եք համացանցում, TV-ներով, հա, օրս տաղավարային այսպես ասեմ սղողը, տարբեր գաղտնիքներ բացում են տարբեր սեզոններում տարվա ընթացքում, որովհետև դա գաղտնիքի բացահայտումն էլ կապ ունի երբեմն սեզոնի հետ կամ ժամանակի հետ կապ ունի, ասեմ որ բոլոր 50 գաղտնիքները դա օրտնանքներ են եւ բարի մաղթանքներ ջուրը խմողին։ Շատ մեծ գործ է կարել, կարծում եմ 50-րդը բացահայտելուց հետո նոր ինչ-որ մի քանդակ է պետք տեղադրել եւ դե դա կլինի արդեն իմ կյանքի վերջի этаպում, որովհետեւ տարին մեկ հատն եմ բացահայտում, հասկանում եք, ես մոտավորապես։ Տարին կյանքի վերջին этаպում չեն ստեղծագործում, ստեղծագործում են, բայց մինչեւ այդ պետք չի ձգել նոր քանդակ։ Համաձայն իսկապես անհրաժեշտությունը կա դրսևորման։ Աշխատանքներ եք ներկայացնում, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր կանանց։ Ինձ դա շատ հետաքրքրել է եւ կարծես թե ձեր նոր ցուցասրահում կա նաեւ այդ բաժնին հատկացված մի տարածք։ Կա ցանկություն ներկայացնելու այդ կանանց այդ զարդերը շահագրգռելու, որպեսզի նրանք աշխարհի տարբեր ծայրերից մեկ օր հավաքվեն նույն ցուցասրահում եւ հնարավորություն ունենան գնելու իրենց գիծանով։ Սպասեք, հիմա բացատրեմ ինչ է այնտեղ տեղի ունենում։ Քանի որ ես երբեք չեմ ստեղծագործում անհասցե, քանի որ ես միշտ ստեղծագործում եմ մարդու համար, որին ես արդեն գիտեմ կամ խոսել եմ կամ ճանաչել եմ, այդ իսկ պատճառով իմ կյանքիս կոնցեպցիան չկոտրելու համար եւ չփոխելու համար, որպեսզի բացվեր ցուցասրահ, ես պետք է մտածեի առաջարկ, որը հենց այդպես էլ շարունակվել աշխատել, հա։ Այսպիսով ես օրինեցի հետեւյալը կոնցեպտը ցուցասրահի հետեւյալն է, ես ստեղծագործել եմ այն մարդկանց համար, ոչ թե միայն կանանց, այլ նաև տղամարդկանց համար, բայց այն մարդկանց համար, ում համար ես կուզեի ստեղծագործել, բայց ժամանակի բերումով չեմ հանդիպել իրանց հետ։ Ժամանակի կան մարդիկ, ովքեր հանգուցյալներ են, բոլորը հանգուցյալներ են, այնտեղ դրված է Մերլին Մոնրոյի մատանին, Սարա Բեռնարի մատանին, Էդիթ Պիաֆի, Վիկտոր Համբարձումյանի ճարմանտները, Լեոնարդո դա Վինչիի ճարմանտները, Վարդան Մամիկոնյանի խաչը, այսպես եւ բազում տարբեր մարդիկ, ում համար ես կուզեի ստեղծագործել։ Այսինքն, եթե իրանք ես ապրեի իրենց հետ նույն ժամանակում եւ իրենք ինձ պատվիրեին, ես հենց այսպես իրենց կստեղծագործեի։ Ես փաստորեն սխալ էի հասկացել, որովհետեւ լրատվության մեջ կար մի տեղեկատվություն, համաձայն որի կար կանանց նվիրված հավաքածու, աշխարհում այսօր դրսևորվող կանանց նվիրված հավաքածու, թե պետք գիտեմ, որ եւ Շերլին Սարգսյանի համար ունեք անվանական զարդ եւ Մադլեն Օլբրայթի եւ Մայա Պլիսեցկային նվիրված ստեղծագործություն ունեք։ Իսկ կա որևէ մեկը, որին այս պահին կուզեիք ինչ-որ ստեղծագործություն նվիրել, բայց այդ հնարավորությունը չունեք։
համաշխարհային։ Երևի թե չէ, որովհետև ում որ ուզում եմ նվիրել, նվիրում եմ, այսպես ասեմ, չկա որ անհասանելի է, հա, այսօրվա դրությամբ չկա մարդ, որը անհասանելի է, ես կուզեի, բայց ինքը ինձ համար անհասանելի է։ Միգուցե կա, բայց ես չեմ ճանաչում։ Հետաքրքիր սկզբունք ունեք, թույլ չեք տալիս պատվիրատուներին միջամտելու եւ ինքնուրույն որոշում եք կայացնում, թե ինչ կերպ եք տեսնելու, ինչ կերպ եք պատկերացնելու ձեր պատվիրատուին զարդի տեսքով եւ ամբողջությամբ աշխատում եք ձեր ստեղծագործական մտքից դրդված։ Եղել է արդյոք, որ աշխատանքը ավարտին հասցնելով ոչ թե չգոհացնեք, այլ համաձայնության չգաք պատվիրատուի հետ։ 1-2 դեպք եղել է, անկեղծ պետք է լինեմ, 1-2 դեպք եղել է, այսպես հատանտիր ինչ որ դեպքեր են, բայց միշտ այդ ինչքան որ դեպքը ես հիշում եմ, միշտ հետո փոշմանություն է եղել, հա, միշտ հետո զղջանք է եղել, վերադարձել են, խնդրել են, որ արդեն նորից վերադարձնեմ, բայց դա արդեն ուրիշ խոսակցության առիթ է եւ երբեմն մարդիկ չեն ուզում տեսնել իրենց այնպեսին, ինչպեսին իրենք կան իրականում, երբեմն իրենց համար իրենք նկարում են այսպես մի կերպար, որը իրականությանը չի համապատասխանում եւ շատ չի դուր գալի իրանց, երբ որ իրականությունն են տեսնում, իրանց իրականությունը, չնայած այն բանին, որ այդ իրականությունը լավն է, որովհետեւ ես լավատես եմ եւ տեսնում եմ լավը ամեն դեպքում, դրական կողմերն եմ տեսնում։ Եվ երբեմն մարդիկ չեն կարողանում հենց մի անգամից ընկալել այն ինչ որ իրենք կան իրականում։ Բարդ է, հատկապես մեր հասարակության համար։ Այո։ Մենք մի փոքր սեփական կարողություններին եւ ուժերին առավել ենք հավատում եւ առավել բարձր ենք գնահատում։ Mēs կամ ծայրահեղությունների ենք տրվում, կամ թերագնահատում ենք, կամ գերագնահատում ենք։ Դրա համար իրականությունը ընդունելը բավականին բարդ է լինում։ Կուզեմ անդրադառնալ նաեւ առատային, որովհետեւ շատ գեղեցիկ ցուցադրություններ եւ համալիր արվեստների տեսակների ցուցադրություններ, հա, ակադեմիական, դասական երգեցողությանը անդրադարձ կասես թե մինչ այդ չէր նկատվում, եթե նույնիսկ նկատվում էր շատ քիչ իմացությամբ եւ ոչ ազգային մշակույթի։ Որն էր միտքը, ինչը ձեզ ստիպեց եւ որքանով է դա լինելու ձեզ համար շարունակական։ Միանշանակ շարունակական է, որովհետեւ առատայից հետո ես արեցի նոր ցուցադրություն Լիլիթ Մարգարյանի հետ, որ ապրիլի 7-ին եղավ այս տարվա, իսկ առատայի վերաբերյալ դա իմ անդրադարձն է, տեսեք, եթե ես անդրադառնում եմ, շփվում եմ մարդկանց հետ եւ ստեղծում եմ մարդու համար, առատան դա իմ անդրադարձն է, իմ շփման հետևանքն է իմ երկրի հետ եւ իմ երկրի պատմության հետ։ Եվ ես որոշեցի, որ կոնցեպտուալ առաջարկ պետք է անեմ, որովհետեւ ցավոք սրտի հայկական ոսկերչության դպրոցը, հա, 70 տարվա խորհրդային ընթացքում, հա, 70 տարվա ընթացքում ինքը կորեց, որովհետև ազգայինի դպրոցը կորուստ մեծ կրեց, որովհետև այդ կապը ընդհատվեց, հա, մեր հին վարպետների եւ այս նոր ինչ որ սերունդի մեջ կապը ընդհատվեց եւ այդ դպրոցը, որը հայկական զարդանախշ էր իր մեջ, այսպես տանում, հա, այսպես մեծ ինֆորմացիա էր զարդանախշի տանում, մեծ գիտելիքներ էր տանում տեխնոլոգիական թե ստեղծագործական, այդ կորուստը եղավ եւ ես փորձեցի այդ կորուստը իմ կողմից, ինչ որ ես կարող եմ անել, վերականգնել կապը նորից հաստատել, փորձեցի առաջարկել կոնցեպտուալ զարդի տեսակ, հայ զարդի տեսակ, որը իհարկե շատ մեծ չափերի էր իմ կողմից արված, որպեսզի մարդիկ կարողանան դա տեսնել, բայց ցանկացած մարդ ես դա առաջարկ էր, որ կարող եք փոքրացնել, մինիմալիզացնել եւ դարձնել հայկական զարդի տեսակ։ Դա շատ կարեւոր է այսօրվա մեր իրականության մեջ, որովհետեւ մենք չենք կարող լինել կրկնօրինակող երկիր։ Մենք չենք կարող լինել Չինաստան կամ Թուրքիա, որը կրկնօրինակությամբ վաստակում իր գումարը եւ իր բյուջետը լցնում։ Մենք այդ քանակությունը չունենք, մարդկային ռեսուրսները այդքան չունենք եւ այդ հնարավորությունը չունենք, որպեսզի կոնկուրենտ դառնանք նման մեծ երկրներին, մեծ քանակային երկրներին։ Մեր պետք է օգտագործել ստեղծագործական ունակությունը, հետեւաբար մեր ազգայինը, եթե մենք առաջարկենք աշխարհին, դա նոր կլինի աշխարհի համար եւ հետաքրքիր։ Եվ հետաքրքիր կլինի իսկապես։ Եվ ես առատայով դա ապացուցեցի ներկայացնելով առատան ամբողջ 26 երկրում, որը ինքը ցուցադրվեց եւ ստանալով գովասանք։
Այս ցուցասրահը նոր ձևաչափի եւ մտածողության հենք է հանդիսանալու եւ հնարավորություն է լինելու համալիր ներկայացնելու ձեր արվեստների ստեղծագործական գործունեության հարթակները։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ ձեր կնոջ աշխատանքը լինելու, կարծում եմ, որովհետեւ աշխարհում կարծես թե արվեստը ձևափոխությունների է ենթարկվել եւ կարեւորագույն հենքը դարձել է art dealer հասկացությունը, հա, որքանով եք ուսումնասիրել այդ ոլորտը եւ որքանով եք պատրաստ նոր բրենդ ասվածը աշխարհին տարածելու եւ ներկայացնելու հնարավորություն տալու արագընթաց զարգացման։ Դե որքանով արագընթաց դա կզարգանա, դա ժամանակը ցույց կտա, հույսով եմ շատ արագ կզարգանա, ամեն ինչ դրա համար անում եմ, իդեպ իսկ նոր բրենդը ներկայացնելը եղել է միշտ իմ երազանքը, այսինքն ես որպես տնտեսագետ, հա, ֆինանսիստ եւ այսպես, հա, կոչված հանդիսանում եմ նուրի, այսպես ասած, իմպրեսարիոն եւ բաց ճակատով, սենց հպարտությամբ կրում եմ այդ բեռը, քաղցր բեռը ին վրա, հույսով եմ ամեն ինչ մեր մոտ կստացվի։ Եվ մարդկանց կարծիքը, հա, հաշվի առնելով ովքեր այցելուները շատ են լինում եւ միանգամից չգիտես որտեղից նրանք հասկանում են, որ ես կինն եմ, մոտենում են եւ ունեմ մի հատ sense գիրք, որտեղ իրանք գրում են իրենց կարծիքները, բարի մաղթանքները, շատ հուզիչ գեղեցիկ բառեր նվիրված եւ նուրին եւ մեր ընտանիքին եւ անձամբ ինձ, մի խոսքով շատ հաճելի եւ պատասխանատու աշխատանք է։ Տեսնենք ինչ կստացվի։ Իսկ ընդլայնվելու միտում ունեք թե ոչ։ Դեռ ոչ։ Որովհետև դուք մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում շեշտել էիք, որ դուք ցուցասրահ երբեք չեք ունենա։ Ես խանութ երբեք չեմ ունենա։ Խանութ։ Բուտիկ երբեք չեմ ունենալու, բայց ցուցասրահ չէ, որ ես ցուցադրվում եմ տարբեր սրահներում, չէ։ Ցուցահանդեսներով։ Ինչ տարբերություն ավելի լավ չի լինի, որ իմ ցուցասրահը որպեսզի առավել լավ է։ Եվ որքան շատ լինեն այդ ցուցասրահները։ Ես խանութ հասկացողությունը, հա, չեմ ունենալու երբեք։ Արքովաճառք, այն որ այն ասած ցուցասրահից իհարկե վաճառք կա, բայց խանութային տարբերակում չի, սա ցուցահանդեսային մեկ օրինակից, ինչպես միշտ ես եղել եմ, մեկ օրինակից էքսկլյուզիվ չկրկնվող եւ դա պահպանվել է ցուցասրահում եւ կա վաճառք, ընտրովի վաճառք, որովհետեւ գիտեք ամեն մարդուն չես վաճառի Սարա Բեռնարի զարդը, ամեն մարդուն չես վստահի, որպեսզի նա վերցնի Վիկտոր Համբարձումյանի ճարմանտները եւ գնա, չես ուզի որ վերցնի, կամ Վարդան Մամիկոնյանին ամեն մարդու չես տա, հասկանում եք, սա էլ կա, որ պետք է արժանի լինի այն մարդը, ով այդ պատասխանատվությունը իր վրա վերցնում։ Այստեղ ես մի փոքր մեջբերում անեմ, որպեսզի պատկերը ավելի լավ պատկերացնեք, հա, ձեր համար པարզ լինի։ Խնդրեմ, հրավիրում ենք ձեզ մեր ցուցասրահ, որը գործում է Միրան 1 հասցեում, Մարիոտի հյուրանոցի տարածքում, եւ կտեսնեք, խնդրեմ համեցեք, ձեզ կդիմավորենք, կպատմենք, կներկայացնենք մեր աշխատանքային ոճը, ոնց որ դուք կգաք իբրև գալիս եք ցանկացած մարդ ով մտնում է ցուցասրահ, այդ խանութի հասկացությունը ինքը միանգամից հայտնվում է աշխատողներից մեկի ոնց որ լինենք այսպես չեմ բարձրացնում, այս թանգարան եւ անցնում է ամբողջ ցուցասրահի ամբողջ էքսկուրսիոն այսպես ծրագիրը, այսինքն դա այնպես չի որ հատնտիր է կամ ընտրովի է կամ ցանկացած մարդ ով բացում է հենց այդպես միանգամից Պաստորեն համաշխարհային բոլոր նորմերին համապատասխան ցուցասրահ է բացվել, ինձ հետաքրքիր է մի այսպիսի բան, որովհետև բոլոր թանգարաններն ունեն որոշակի կանոններ եւ հնարավորություն այդ գիտելիքն ու իմացությունը առավել հեշտ տարբերակով ընդունելու։ Այսինքն ստեղծագործությունները նկարագրվում են արդյոք, տրվում է արդյոք ինֆորմացիա, տեղեկատվություն քարերի վերաբերյալ, դրանց ազդեցություն։ Անշուշտ ամեն աշխատանք ունի իր паспорտը, որը 81 էջից է կազմված եւ այնտեղ գրված ամեն ինչ կարող է ամեն աշխատանք ունի իր լեգենդը, որը ներկայացվում է, դրա համար եմ ես ձեզ հրավիրում, որ ավելի բարձր հասկանաք։
մեծ սիրով։ Ունի իր պատմությունը, իր լեգենդը, ինչու հենց այս գործը, ինչու այս մարդուն նվիրված, ով է եղել ինքը։ Նաև տեղեկատվություն այդ մարդու մասին, ում համար դա ստեղծագործված է բիոգրաֆիկ տեղեկատվություն։ Նաև օրենքի մասին տեղեկություն, որ թե կրկնօրինակությունը ոնց է կանխվում եւ այլն։ Ինչպիսի խնդիրների առջև կարող եք կանգնել, եթե փորձեք կրկնօրինակել։ Ցուցասրահում չի թույլատրվում ֆոտո եւ վիդեո նկարահանումը, դա մեր սկզբունքն է, շատ խիստ չի թույլատրվում, բայց գալ ու վայելել բոլորին ուրախ։ Իդեպ շատերն է գալիս են եւ ասում են տոմս վաճառվում է, հա, հիմա պետքա վճարենք մենք մուտքի համար, այսինքն մարդկանց մոտ են տպավորությունները, որ գալիս են ոչ թե խանութ, հա, այլ գալիս են թանգարան։ Բայց անվճար է մուտքը։ Իհարկե ես տեղեկացա եւ դա շատ հաճելի էր, որովհետեւ գեղեցիկի հետ առնչությունը ցանկալի է որպեսզի լինի հնարավորինս համաձայն գումարից եւ հնարավոր բոլորի համար։ Այո, հնարավոր բոլորի համար։ Քանի որ կրկնօրինակումներին անդրադարձակ, ինձ հետաքրքիր է երբևէ ցանկություն ձեզ մոտ առաջացել է որևէ վարպետի աշխատանքի կրկնօրինակության։ Չէ, ոչ թե կրկնօրինակության ցանկություն է առաջացել, այլ եղել են մարդիկ, որոնք ստեղծագործել են այնց, որ ես նայել եմ, ասել եմ սա կարայի ես էսպես անել։ Երանի սա ես արած լինեի։ Օրինակ եղել են ցուցահանդեսի ժամանակ ես տեսել եմ աշխատանքներ, որ խնդրել են, որպեսզի այդ ստեղծագործողին ցույց տան ինձ, որպեսզի ես իրան մի հատ գրկեմ եւ համբուրեմ, որովհետեւ այնքան եմ ուրախացել նրա համար, որ ինքը այդպես է մտածում եւ այնքան եմ ես ինքան հարազատ էր դա ինձ այդ մտածելակերպը, որ ես կարայի, եթե այդ մարդը 3 արած չներ, այսօր ես դա հաստատ կանեի, հասկանում եք, եւ այդ հոգեհարազատ մարդկանց գտնելը եւ ի սրտե ուրախանալը իրանց համար, դա ինձ թվում է գերագույն երջանկություն է եւ իմ համար եւ առհասարակ, որովհետեւ կան մարդիկ, որոնք ստեղծագործում են, որոնց ստեղծագործությունները իրոք ուրախացնում են։ Իսկ երբ որ ես տեսնում եմ կրկնօրինակություններ, դա ինձ այնքան է տխրացնում եւ ահատացնում, որ ես ինքս երբեք չեմ կարող ցանկանալ դա անել։ Շատ գեղեցիկ մոտեցում էր եւ կարծում եմ այդ հանդիպումները նմանօրինակ մարդկանց հետ նոր ստեղծագործական ջիղ ու միտք են արթնացնում, չէ, որովհետեւ երջանկության բերկրանքը նույնպես ստեղծագործական մտքի ծնունդի հենք է։ Քանի որ մեր եթերային ժամանակը մոտենում է ավարտին, ես հարկադրված եմ արդեն տալու մեր ավանդական ձևավորված վերջին հարցը։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում, որ արժեքն եք առաջնային դասում ձեզ համար։ Որպես տեսակ, միգուցե քրիստոնյա, միգուցե մարդ, միգուցե հայր, միգուցե ամուսին։ Տեսեք, ես ասելով ես եմ, ես պատկերացնում եմ իմ ընտանիքը ամբողջությամբ։ Դա ես եմ։ Ձեր դուստրը ինչպես էր արտահայտվել, ինչ մոգական քառակուսի, այո, մոգական քառակուսին այդ ես եմ։ Այդ ամեն մեկս իր հերթին ես ենք, այսինքն ամեն մեկը իր եսով ամբողջ ընտանիքն է եւ դա է հենց մոգական քառակուսին, որը հուսամ կդառնա մոգական 6-անկյուն, 8-անկյուն, արդեն դա մյուս մասն է, տրամաբանական շարունակ մի օր էլ կարող դառնա մոգական կլոր։ Հաշիվը կորցնելու դեպքում դառնա մոգական կլոր։ Անսահման շնորհակալ եմ, մաղթում եմ հաջողություններ նախաձեռնությունների մեջ եւ վստահ եմ, որ միշտ ձեզ համար լույսը կանաչ է լինելու եւ հնարավորությունը ստեղծագործելու մեծ է լինելու, որովհետեւ դուք բնությունից ծնված եւ բնությանը նվիրված արվեստագետներից մեկն եք, ով ոգեշնչվում է բնությամբ։ Շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ, մաղթում եմ հաճելի երեկո, հանդիպելու ենք վաղը 18:45-ին, ասելու բարև, ես եմ։